Armenia TV-ն և PM Publishing House-ը ներկայացնում են Նանե հեռուստահանդեսը։ Ծրագրի գործընկերն է Ջազվե սրճարանների ցանցը։ Որոշել եք ձեր հանգստյան օրն անցկացնել տանը, ապա անցկացրեք այն մեզ հետ միասին։ Եթերում Նանեն է, ողջույն։ Դիտեք այսօր Նանեի եթերում։ Իսպանական աղցան կամ պեստրե։ Մազաթափություն, ինչպես պայքարել այս երևույթի դեմ։ Դերասանուհի Տաթև Ղազարյանը դերասանական պրոֆեսիոնալիզմի, լավատեսության և ընկերների մասին։ Բոլոր նրանք, ովքեր եղել են Իսպանիայում, համոզված են, որ շատ հաճելի հիշողություններ ունեն ծովի, արևի, տաք ավազի, մի խոսքով մի քանի հաճելի օրերի մասին։ Այսօր Casa de España ռեստորանի խոհարար Արտակի հետ միասին կփորձենք Իսպանիայի կոլորիտը հաղորդել ուտեստի միջոցով։ Ողջույն Արտակ։ Ողջույն։ Ինչով ես այսօր մեզ զարմացրել։ Այսօր պատրաստելու ենք իսպանական աղցան կամ պեստրե, որը կոչվում է այն ինչպես եւ հատուկ է իսպանական խոհանոցին, շատ հասարակ է եւ միևնույն ժամանակ բազմագույն եւ շատ համեղ։ Մեզ դրա համար անհրաժեշտ է կանաչ պղպեղ, լոլիկ, վարունգ, սոխ, կարմիր գինու քացախ, եփած ձու, ձիթապտուղ եւ կարտոֆիլ։ Եվ ամենակարևոր բաղադրիչը դա թյունոսի բացոյացված միսն է, ձիթապտղի ձեթի մեջ պահպանված։ Կարող ենք սկսել, դուք կարող եք կտրատել կանաչ պղպեղը, ինչպես երկարությամբ, միջին չափի խորանարդների ենք բաժանելու։ Այ այսպես։ Արտակ, կարծես վերջին շրջանում նորաձև է դարձել Իսպանիայում հանգստանալը։ Դու երբևէ եղել ես այնտեղ։ Իսպանիայում դեռևս չեմ հասցրել, պլանավորում եմ մեկնել, բայց բավականին շրջապատում ավելացել է մարդկանց քանակը, որոնք Իսպանիայում են լինում, դա ինձ թվում է պայմանավորված է, ավելի շատ մատչելի է դարձել, ավելի շատ սկսել է հետաքրքրել իսպանական կուլտուրան մեզ, եւ ինչու՞ չէ նաեւ խոհանոցը։ Դրա համար ես էլ պատրաստում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնել այնտեղ։ Ահա, կարծում եմ առաջին վայրը, որտեղ դու կլինես, դա ռեստորանն է, չէ՞։ Դա Մալագան է, որտեղ կայցել եմ, ինչպես նշել էի, մեր ընկեր Իգնասիոին։ Հաջորդը վարունգը, նորից միջին չափի խորանարդների ենք բաժանում։ Քոպես արագ իհարկե չեմ կարողանում անել։ Մի քիչ ավելի լավ է ձեզ մոտ ստացվում երևի։ Արագ չէ, բայց գեղեցիկ ստացվում է։ Ինչևէ էական է վերջնական արդյունքը։ Հիմա մենք կհամոզվենք ենք դրանում, որ իսպանական խոհանոցը որքան պրիմիտիվ է, որոշ հատվածներում այսպես ձևակերպում միտքս, այնքան եւ համեղ եւ գեղեցիկ է։ Ավելացնենք մի փոքր կարմիր քաղցր տակտեղ։ Այս ամենը տեղափոխենք թասի մեջ, որտեղ որ խաղանում ենք մնացած բաղադրիչները, խնդրեմ, կարող եք ավելացնել։ Լոլիկը նույնպես։ Վերջում կավելացնենք կարտոֆիլը։ Այս աղցանը, այս չափաբաժնով նախատեսված է 3-4 անձի համար։ Իսկ որտեղից է առաջացել այս աղցանը, ինչ պատմություն ունի։ Որպեսզի ձեզ չստեմ, չեմ կարող մանրամասը ասել, ուղղակի տիպիկ իսպանական աղցան է։
Դե մի բան ստեղծագործեիք, կարծում եմ ոչ մեկ չէր իմանա։ Ստել չեմ սիրում։ Այո, իհարկե։ Ինչպես կյանքում, այնպես էլ հիմա եթերում անկեղծեմ։ Եվ ի վերջո կլինեն մեր հեռուստադիտողների շրջանում մարդիկ, ովքեր շատ լավ հասկանում են իսպանական խոհանոցից։ Դուք կարող եք կտրատել հավկիթը, երկուսը բավական է։ Նույն չափսերով։ Այո, որպեսզի համահունչ լինի իրար հետ։ Կարմիր սոխը։ Ինչ արագություն։ Ես ուղղակի չեմ հասցնում։ Սոխը կտրատելու հաճույքից ես կազատեմ։ Անչափ Դուք կարող եք վահարել միայն ձվով։ Արտակ, խոսենք իսպանացիների նախընտրած համեմունքների մասին, չէ՞ որ յուրաքանչյուր ազգի խոհանոց ունի իր նախընտրած համեմունքները։ Որպես միջերկրածովյան խոհանոցի եւ մթերքների հետ ավելի սերտ ընկած խոհանոց, այնտեղ տարածված են ռոզմարինը համեմունքներից, որ մենք էլ սկսել ենք այս վերջում շատ օգտագործել։ Սխտորը շատ լայն կիրառում ունի, ինչպես նշել էի ծովամթերքների լայն տեսականի, իսպանացիների սիրելի մթերքներից է։ Համեմունքներից կուզեի առանձնացնել նաև բազիլիկը, նույն որ մենք կարող ենք փոխարինել ռեհանով, տիմյանը, որը ինչ որ չափով ընդհանուր է մեր հայկական ուրցի հետ, ինչ որ չափով ընդհանուր է, եւ նրանք շատ օգտագործում են կարմիր սոխ, այդքանը կարող եմ ասել։ Ես վերջացրեցի։ Կարող եք ավելացնել ընդհանուր բաժնի մեջ։ Վերջում կավելացնենք պահածոյացված թյունոսը։ Յուղը մեզ անհրաժեշտ չէ։ Հանում ենք պղպեղով։ Աղով։ Կարծիք կա, որ ծովին մոտ բնակվող ժողովուրդները մի փոքր ավելի ծույլ են եւ ենթադրում եմ, որ իսպանական խոհանոցը այդքան հարուստ չէ իր բազմազանությամբ, որքան օրինակ ֆրանսիականը, հա։ Ֆրանսիացիք ըստ ինձ ավելի ստեղծագործ են եւ ուրիշ խոհանոցներից սովորույթ ունեն ինտեգրելու իրենց խոհանոց ցանկացած տեսակի նորույթներ, էլեմենտներ որոշ խոհանոցներից, դրա համար ինձ թվում է իրենց մոտ ավելի բազմազան եւ մի քիչ բարդ է խոհանոցը, իսկ իտալական, իսպանական խոհանոցներում ավելի շատ գյուղական կոչված այդ ուղղվածության մեջ եւ ավելի հասարակ, բայց համեղ եւ սննդարար, ամենակարևորը։ Ավելացնում ենք ձիթապտղի ձեթը, շատ տարածված մեր խոհանոցում եւ խառնում ենք աղցանը։ Վերջում կավելացնենք ձիթապտուղ։ Իսկ կա որևիցե ուտեստ այս խոհանոցի, որ դու առանձնակի ես սիրում եւ հաճախ պատրաստում ես։ Վերջերս սկսել եմ պատրաստել ծովախեցգետին իսպանական ձևով։ Օ, դա շատ հետաքրքիր է, կարծում եմ դու Եվս մեզ համար պետք է պատրաստես, այո։ Ավելացնում ենք կարմիր քացախը, գինու։ Խառնելուց հետո կարող ենք տեղափոխել մատուցվող ափսեի մեջ։ Աղցանը բավականին դյուրամարս է, որտեղ եւ ձուկը, եւ բանջարեղենները բավականին հեշտ են մարսվում։ Վերջում կավելացնենք մի փոքր կտոր ձուկ, հունոս։ Եվ ձևավորման համար կօգտագործենք բազիլիկ։ Աղցանը պատրաստ է։ Ընտրեմ։ Շնորհակալ եմ Արտակ այս իսպանական կերակրատեսակը պատրաստելու համար, իսկ մեր սիրելի հեռուստադիտողները կարող են պատրաստել այն տնային պայմաններում կամ էլ այցելել Casa de España ռեստորան եւ համտեսել մեր հմուտ խոհարարի ձեռքերով պատրաստած այս համեղ ուտեստը։ Իսպանական աղցան կամ պեստրե 2 անձի համար 300 գրամ լոլիկ, 150 գրամ վարունգ, 2 ձու, 300 գրամ կարտոֆիլ, 30 միլիգրամ կարմիր գինու քացախ, 100 գրամ կանաչ պղպեղ, 100 գրամ պահածոյացված թյունոս, 50 գրամ կարմիր սոխ,
30 միլիգրամ ձիթապտղի յուղ։ Մազաթափություն։ Այս երևույթը կարող է ընկճվածության հասցնել ոչ միայն գեղեցիկ, այլև ուժեղ սեռի ներկայացուցիչների։ Հնարավոր է արդյոք պայքարել մազաթափության դեմ և վերականգնել մազերի աճը։ Այս հարցի վերաբերյալ այսօր կզրուցենք Մալետի էսթետիկ բժշկական կենտրոնի մաշկաբան կոսմետոլոգ Կարինե Շահվերդյանի հետ։ Ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Մազաթափությունը խնդիր է, որը ուղղակիորեն ազդում է և արտաքինի և տրամադրության վրա։ Որպես մասնագետ առաջին հարցս այսպիսին է. ինչու են թափվում մազերը։ Ինչու են թափվում մազերը, շատ ակտուալ հարց է, նամանավանդ և կանանց և տղամարդկանց համար, դա էսթետիկ գեղեցկության է վերաբերվում և որոշ հոգեբանական իհարկե խնդիրների է բերում, և կանանց և տղամարդկանց, և այսպես ինչու են թափվում մազերը։ Դա շատ մեծ խնդիր է իհարկե ժամանակակից մաշկաբանության մեջ և մեծ ուժեր և ջանքեր են ներդնում մեր գիտնականները, մաշկաբանները այդ հարցի լուծման մեջ։ Ինչու են թափվում մազերը։ Դա կրում է և աուտոիմուն խնդիր, և էնդոկրին խնդիր, և որոշ նյարդային, ստրեսային խնդիրներ, և այդ ամբողջը մի կոմպլեքս է։ Երբ որ գալիս է մեզ մոտ մազաթափությունով, թե կին լինի, թե տղամարդ լինի, բնականաբար մենք պետք է սկսենք հետազոտել մեր պացիենտին, որոշելով որ խնդիրն է ավելի ազդել մազաթափության վրա, կլինի դա էնդոկրին խնդիր, մենք սկսենք շտկել էնդոկրին խնդիրը։ Իմունային համակարգի, իհարկե արդեն համապատասխան մասնագետը կսկսի բուժում, հետո մենք որպես էսթետիկ բժշկության մասնագետներ կսկսենք շարունակել մեր էսթետիկական մասը։ Որքանով ես հասցրեցի ուսումնասիրել այս թեման, մազերի պլազմոլիֆտինգը համարվում է մազաթափության կանխարգելման և վերականգնման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Ինչու՞ն է կայանում այս մեթոդի առանձնահատկությունը։ Ժամանակակից մաշկաբանության մեջ և էսթետիկ բժշկության մեջ ամենաարդյունավետ մեթոդներից է համարվում պլազմոլիֆտինգը։ Պլազմոլիֆտինգը դա բրենդային անունն է, որովհետև ինքը պլազմոթերապիա է։ Այսինքն մեր արյան ակտիվ սիճուկի միջոցով, տրոմբոցիտար մասայի միջոցով մենք ներարկելով այն մաշկի տակ ակտիվացնում ենք մազի ֆոլիկուլի աճը։ Ակտիվացնում ենք արյան միկրոցիրկուլյացիան, շրջանառությունը մազարմատի շուրջ։ Եվ դրա հետևանքը այն է, որ մազը սկսում է ավելի ամրանալ և ավելի լավ աճել, ստանալ փայլ, սնվել բոլոր այն նյութերով, վիտամիններով, միկրոէլեմենտներով, որը անհրաժեշտ է մազին։ Իսկ կա այնպիսի փուլ, երբ այլևս հնարավոր չէ վերականգնել մազածածկույթը, և երբ է մասնագետին դիմելու ճիշտ ժամանակը։ Երբ որ գալիս է մեզ մոտ պացիենտ, ինչպես ես նշեցի, մենք սկսում ենք իրեն հետազոտել, հավաքել անամնեզը, և եթե կա արդեն սպիացած մազաթափում, մեր մաշկաբանների լեզվով այսպես կոչված ալոպեցիան, որը լինում է և դիֆուզային, և սպիացած, և օջախային, սպիացած մազաթափության ժամանակ արդեն մեր ուժեր մենք անզոր ենք։ Երբ որ կա դիֆուզ մազաթափություն, երբ որ կա օջախային մազաթափություն, այդ ժամանակ մենք մաշկաբանները կարող ենք օգնել մեր պացիենտին ինչ-որ չափով վերականգնել այդ մազածածկույթը։ Իսկ ինչ արդյունք կարելի է ստանալ այս մեթոդի օգնությամբ։ Օրինակ տղամարդկանց պարագայում, ովքեր ավելի հաճախ են առնչվում այս խնդրին, հնարավոր է արդյոք լիովին վերականգնել նախկին մազածածկույթը։ Մասնակի օջախային ալոպեցիայի ժամանակ կամ մազաթափության ժամանակ իհարկե լիարժեք վերականգնվում է մազածածկույթը, որտեղ դա կրում է շատ ժամանակ, վիտամինների պակասության բնույթ, ստրեսային բնույթ, եւ այդ ժամանակ լիովին մազածածկույթը վերականգնվում է։ Եթե դա կրում է դիֆուզային, այսինքն երբ նոսրանում են մազերը, մենք տեսնում ենք եւ նոսրացած են մազերը, այդ ժամանակ մի քիչ ավելի երկար է բուժումը, ավելի դժվար է բուժումը, որովհետեւ այդտեղ միանում են եւ էնդոկրին որոշ խանգարումներ, բայց իհարկե կարելի է վերականգնել մազածածկույթը։ Բուժման կուրսը քանի պրոցեդուրայից է բաղկացած։ Պլազմոթերապիան դա երկարատև
կուրսը, ինչպես բոլոր պրոցեդուրաները մազաթափության հետ կապված։ Եվ քանի որ մեր մազը ունի աճման փուլեր, դա 3 փուլն են, մեկը հանգստի փուլն է, մեկը մազի աճման փուլն է, մեկը այդ անցողիկ ինչ որ փուլ է, հա, երբ որ մեր մազը արդեն աճել է եւ պետք է թափի եւ նորոգվի։ Այդ ժամանակ 21 օրը, այսինքն մենք օրական կորցնում ենք 80-ից 100 մազ, հա, դա նորման է։ Երբ որ մեր պացիենտը գալիս է մեզ մոտ այն խնդիրներով, որ ինքը սանրի վրա տեսնում է մեծ քանակով մազեր, բարձի վրա տեսնում է մեծ քանակով մազեր, արդեն դա սո սիգնալ է, որ մենք սկսենք հետազոտել մեր պացիենտին մազաթափության խնդիրի առկայությամբ։ Երկարատևությունը պրոցեդուրաների կախված է այո մազի աճման փուլերի հետ, այսինքն դա պահանջում է որոշ ջանքեր, թե մեզանից, թե մեր պացիենտից, որոշ ժամանակ, որ վերականգնվի լիարժեք այն մազի ֆոլիկուլը, որը մեզ պետք է։ Ենթադրում եմ, որ այս մեթոդը շատ համբերություն է պահանջում, քանի որ արդյունքը անմիջապես չի երևում։ Որքան ժամանակ անց կարելի է տեսնել պլազմոլիֆտինգի արդյունքը։ Պլազմոթերապիայի արդյունքը դա շատ ինդիվիդուալ են տեսնում մեր պացիենտները, կարող է տեսնել երկրորդ, երրորդ պրոցեդուրայից հետո մազի փայլը, մազի ամրությունը, եթե արկա է թեփը, նույնիսկ թեփի վերացումն են նշում մեր պացիենտները։ Իսկ հնարավոր է արդյոք պլազմոլիֆտինգի արդյունքում մեկ ընդմիշտ ազատվել մազաթափության խնդրից։ Այո, իհարկե, հնարավոր է ազատվել, իհարկե լուծելով որոշ մյուս խնդիրները, պլազմոթերապիան ամենաարդյունավետն է ժամանակակից մաշկաբանության մեջ եւ քանի որ մենք վերցնում ենք մեր պացիենտի իր սեփական արյունը մշակում ենք հատուկ ցենտրիֆուգայով, հատուկ մեթոդով եւ ներարկում ենք իրեն սեփական սիճուկը ակտիվացնում է ամբողջ իմունային համակարգը, որը ազդում է մազի ֆոլիկուլի վրա եւ ստացվում է, որ մենք ակտիվացնում ենք ամբողջ իմունային համակարգը այդ սիճուկով։ Իսկ կա որոշակի խնամք, որը պետք է իրականացնել բուժման կուրսն անցնելուց հետո։ Վերջացնելով ամբողջովին կուրսը, որը բաղկացած է 6-ից 8 պրոցեդուրայից, 3 ամիսը 1, 6 ամիսը 1, մեր պացիենտը կարող է գալ եւ անցնել 1-2 պրոցեդուրան նույնպես, որ ավելի ամրացնի մազարմատը։ Բնականաբար տան պայմաններում պետք է օգտագործել այն միջոցները, որոնք ավելի հարուստ են միկրոէլեմենտներով, վիտամիններով, թե դա լինեն քսուկների միջոցով, թե շամպունյների միջոցով, թե սննդի միջոցով։ Շնորհակալ եմ սպառիչ պատասխանների համար, կարծում եմ այսօրվա զրույցը կօգնի մեր այն հեռուստադիտողներին, ովքեր ունեն այս խնդիրը։ Ես էլ եմ շնորհակալ եւ պետք չէ հուսահատվել, որովհետև ժամանակակից մաշկաբանությունը, բժշկությունը ունի բոլոր մեթոդները, որ լուծի ձեր խնդիրները։ Այս դերասանուհին խաղում է համազգային թատրոնի բեմում արդեն 15 տարի։ Թատերասեր հասարակությունը նրան ճանաչում է հենց այս բեմից, իսկ հեռուստադիտողները արդեն տարիներ շարունակ տարբեր հեռուստաալիքներով լսում են նրա ֆիլմերի եւ մուլտֆիլմերի կրկնօրինակումներ հենց նրա ձայնով։ Մեր տաղավարում այսօր դերասանուհի Տաթև Ղազարյանն է։ Ողջույն Տաթև։ Ողջույն Նանա։ Ուրախ եմ, որ ընդունեցիր իմ զրուցակիցը դառնալու հրավերը։ Մեծ սիրով, ավելացնեմ, որ սպասում էի վաղուց լինել քո զրուցակիցը, այնպես որ սիրով ես տեղը։ Տաթև, ինչպես արդեն նշեցի, դու 15 տարի է խաղում ես համազգային թատրոնի բեմում։ Եվ երբ ես ուսումնասիրում էի քո թատերական կենսագրությունը, հանդիպեցի քո խաղացած դերերի շատ մեծ ցանկի։ Մարմնավորել ես Վիլյամ Սարոյանի, Չեխովի, Հեմինգուեյի եւ շատ այլ գրողների ստեղծագործությունների հերոսուհիներին։ Ինչն ես կարևորում դերասանի աշխատանքում, որպեսզի դերը հաջողված լինի եւ անշուշտ հուզի հանդիսատեսին։ Անպայմանորեն պիտի նշեմ, որ մեծ նվիրումն եմ կարևորում, որովհետև բեմը անպայման քեզ փոխհատուցում է այդ նվիրմանդ համար։ Եթե միտեղ մի ինչ-որ չափով, փոքր չափով թեկուզ թերացում է լինում, անպայման բեմը քեզ այդ թերացումն էլ է փոխհատուցում։ Այնպես որ նվիրումն է մեր աշխատանքի կարևորագույն գործոններից մեկը, ինչպես նաև նվիրում եւ ազնիվ նվիրում։ Ազնվությունը անպայման նրա հետ մեկտեղ պիտի լինի։
Տաթև դու ժառանգել ես դերասանի գեներ պապիկիցդ, մայրիկիցդ դերասանուհի Արևիկ Սանթրոսյանից, քույրդ նույնպես դերասանուհի է։ Ընտանիքում ավելի հաճախ օգնում եք միմյանց, թե քննադատում։ Ճիշտ ասած, մեր ընտանիքում միշտ ընդունված է օգնել միմյանց յուրաքանչյուր պարագայում եւ այս հարցն էլ բացառություն չի հանդիսանում, անպայման օգնում ենք, անպայման։ Մեր յուրաքանչյուրիս պրեմիերաներից առաջ աշխատում ենք անպայման գտնվել փորձերին, եթե մայրս պիտի խաղա, ես ու քույրս անպայման իր հետ ենք։ Իմ պրեմիերաներից առաջ իրենք են ինձ հետ գոնե 1 կամ 2 փորձ դիտում ենք եւ ինչ որ եթե դիտողություններ ունենք կամ եթե ինչ որ նկատումներ ունենք, իրար ասում ենք, որպեսզի պրեմիերային այլևս ոչ մի բաց տեղ գոնե մեզ համար չլինի։ Դու կտրականապես դեմ ես, բազմիցս նշել ես, որ կտրականապես դեմ ես սերիալներում նկարահանվելուն, բայց միաժամանակ սերիալը դերասանի համար ճանաչում ձեռք բերելու արագ եւ լավ հնարավորություն է։ Դու այժմ ես նույնքան կատեգորիկ վերաբերում սերիալային նկարահանումներին, թե ժամանակի ընթացքում մոտեցումներդ փոխվել են։ Տարիների ընթացքում, ինչպես նշեցիք, այո, կարծիքս փոխվել է փոքր-ինչ, որովհետև հիմա ավելի քան դեմ եմ սերիալներին նկարահանվելուն։ Մի քանի տարի առաջ ես ինքս նկարահանվեցի մեկ սերիալում, ինչու, որ ինքս ինձ համոզեմ եւ հաստատեմ այն միտքը, որ ունեցել եմ։ Մտա, հասկացա, որ դա իմ աշխարհը չի, ոչ մեկին չեմ քննադատում, չեմ փնովում, որ նկարահանվում են, ուրախ եմ իրենց համար, որ ամեն մեկը մի հետաքրքրություն, մի կարևորություն գտնում է սերիալում նկարահանվելու։ Ես գիտեմ նաև, որ հենց դերասանի գործն է լինել այնտեղ։ Պարզապես դա իմ մասին չէ, սերիալը ինձ համար չէր։ Դրա համար շատ արագ հեռացա։ Ամենից շատ ինչը քեզ դուր չի գալիս հենց սերիալային աշխատանքում, հետաքրքիր է։ Ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը։ Երևի այդքանը միայն կասեմ, իմ մասնագիտությունն է դա, ես դա պիտի անեմ, եւ ես իմ մասնագիտությանը չափազանց լուրջ եմ վերաբերվում, իսկ այնտեղ այդ լրջությունը, այդ ազնվությունը, ինչպես քիչ առաջ նշեցի, չեմ տեսել, դրա համար չեմ կարող լինել մի տեղ, որտեղ իմ մասնագիտությանը վերաբերում են անլուրջ, եւ մտածում եմ, որ սա կարող է անել յուրաքանչյուր ոք, այդքան։ Տաթև քո ձայնով է խոսում շատ մուլտֆիլմերի հերոսներ, ֆիլմերի փոքրիկ հերոսներ, կարելի ասել, որ դու հայկական հեռուստատեսության մանկական հայտնի ձայներից ես։ Հետաքրքիր է կրկնօրինակման ժամանակ նախապես ուսումնասիրում ես քո կերպարները, թե սա էքսպրոմտ աշխատանք է եւ ինչ է քեզ առավել դուր գալիս փոքրիկ հերոսներին կրկնօրինակել։ Շատ հաճույքով եմ կրկնօրինակում հենց մուլտֆիլմերը, նաև վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր եմ շատ կրկնօրինակել, բայց մուլտֆիլմերը շատ ավելի հարազատ են եւ պիտի ասեմ իմ դեպքում էքսպրոմտ է ստացվում տեքստին եւ մուլտֆիլմին նախապես չեմ ծանոթանում հենց տեղում, այսինքն ինչ որ լսում եմ, կարծես թե այդ փորձում եմ գտնել այդ կերպարի կորիզը եւ դրանով նրա ձայնը կրկնօրինակել։ Շատ հաճույքով եմ անում այդ գործը եւ պիտի ասեմ, որ համարյա միաժամանակ սկսեց իմ գործունեությունը թե թատրոնում, թե հեռուստատեսությունում կրկնօրինական տեսքով եւ օգնել է ինձ շատ դա թատրոնում իմ կերպարները ստեղծելիս, իմ կրկնօրինակած ձայներից ես sense ինչ որ բաներ գողացել եմ ու բերել եմ թատրոն։ Տաթև իսկ կա մի կոնկրետ կերպար շատ հայտնի ֆիլմից, որ կցանկանայիր, որ քո ձայնով խոսեր մեր հեռուստադիտողների համար։ Մի այդպիսի ֆիլմ կար, որ արդեն ցանկությունս իրականացել է, կարող եմ ասել, եւ հենց վերջերս էլ մի 2 օր առաջ եթեր հեռարձակվեց, դա Ռոբերտո Բենինիի Կյանքը հրաշալի է ֆիլմն էր, շատ ուզում էի, որ այդ եւ հերոսուհուն եւ երեխան փոքր իմ ձայնով խոսեր հայերեն եւ այդպես էլ եղավ, ֆիլմը կրկնօրինակեցինք ու իմ ձայնն է հնչում այդտեղ, շատ հաճույքով եմ արել այդ գործը։ Ես ինքս գիտեմ, որ դու շատ բծախնդիր ես քո աշխատանքի հարցում, ինչպես նաև դու նշեցիր, եւ շատ լուրջ ես մոտենում ցանկացած դերի։ Բայց գաղտնիք չէ, որ դերասանի կենսագրության համար, դերասանի կենսագրության մեջ էլ լինում են ֆորս մաժորային իրավիճակներ, երբ խաղընկերը տեքստն է մոռանում, միզանսցենը խառնվում է իրար, կամ հենց դերասանն ինքն է մոռանում։ Ինչ ես անում նման իրավիճակներում։ Գիտեք, այդ հարցին երբեք չեմ կարողանում ռեալ պատասխանել, ասեմ ինչու, քանի որ բեմում ես ապրում եմ, ինչպես եւ կյանքում։ Կյանքում չենք մտածում, չէ, այ եթե 2 քայլից հետո ոտքս սայթակի, ես ինչ կանեմ։ Մենք քայլում ենք եւ այդ պահին է ստացվում մեր լուծումը կյանքում։ Նույնը եւ բեմում։
չեմ մտածել երբեք ինչ կանեմ, եթե այսպիսի իրավիճակ լինի։ Երբ որ իրավիճակը հանդիպել է, իսկ այդպիսին, ինչպես նշեցիք, հաճախ է նույնիսկ պատահում, հենց այդ պահին էլ ինչ որ մի բան հնարվում է անկախ մեզանից։ Հետո լինում են դեպքեր, երբ բեմից դուրս են գալի, ասում ենք, բայց ո՞նց տակից դուրս եկաք, էս ինչ կատարվեց։ Բայց կատարվում է այն, ինչ կատարվում է եւ կյանքում եւ բեմում, քանի որ երկու տեղում էլ ես աշխատում եմ ապրել, լինել։ Բայց դա այն դեպքում է լինում, երբ երկու դերասանները զուգընկերոջ զգացողություն են ունենում, բայց երբ չեն ունենում, դա շատ վտանգավոր եւ վատ բան է, հա, երբ սխալվում ես, չգիտես ինչպես այս իրավիճակից դուրս գալ։ Եվ իմ կարծիքով դերասանի համար ուղիղ դերասանի հաջողության, դերակատարման հաջողության ուղիղ 50%-ը կախված է խաղընկերոջից։ Շատ կարևոր է, որ միմյանց ճիշտ զգաք, մի հայացքով, առանց խոսքի, մի շարժումով, մի ժեստով։ Լինում են այդպիսի իրավիճակներ էլ իհարկե, որ ոչ միշտ է լինում այնպես, ինչպես ուզում ես, բայց վարակույրը բաց է եւ դու բաց ափի մեջ ես։ Պիտի մի բան անես, հենց դրա համար էլ դու բեմում ես, իսկ հանդիսատեսը դահլիճում։ Տաթև ինչ սկզբունքով ես ընտրում քո ընկերներին։ Իմ ընկերներին ժամանակն է ընտրում։ Եթե ժամանակին դիմացավ, ուրեմն նա իմ կողքին է, ուրեմն իմ ընկերն է, բայց փառք Աստծո պետք է նշեմ ես, որ չեմ սխալվել իմ ընկերների ընտրության հարցում, ես իրոք լավ ընկերներ ունեմ շատ, որոնք խմբերի են բաժանվում, իհարկե, տեսակների ավելի ճիշտ, որ ամեն մեկը մի տեսակին է պատկանում, ու ես իմ ընկերներին շատ սիրում եմ եւ շատ կարեւորում եմ իրենց դերը իմ կյանքում։ Ես գիտեմ, որ դու դասավանդում ես Երևանի տարածաշրջանային թիվ 1 դպրոցում, ինչպես նաեւ Թատերական ինստիտուտում։ Ինչ է քեզ տալիս դասախոսական աշխատանք։ Շատ լավ, մի փոքրիկ ուղղում եմ, քոլեջ է, ոչ թե դպրոց, պետական քոլեջ է, որը ավագ դպրոց է նաև համարվում։ Ուզում եմ նշել, որ շատ հաճույքով եմ անում իմ նաև այդ գործը, հիմա կմտածեք բոլորը նշում են, որ հաճույքով եմ անում, բայց այդպես է իմ աշխատանքի եւ իմ լոզունգներից մեկը կյանքի, այսպես ասած, նաեւ որ հաճույքով անեմ գործս, որտեղից հաճույք չեմ ստանում, անպայման այդտեղից հեռանում եմ, գործ չունեմ։ Հաճույքով դասավանդում եմ, քոլեջում ավելի տարիքային խումբը ավելի փոքր աշակերտներ են եւ արդեն որոնք հետո պիտի գնան Թատերական ինստիտուտ, այսինքն նախապատրաստական փուլն է եւ հետո ինստիտուտային փուլը։ Մեծ հաճույք եմ ստանում եւ հաճախ ես ուսանողներին ասում եմ, որ թող չթվա ձեզ, որ մենք ենք ձեզ միշտ սովորեցնում, շատ հաճախ մենք ձեզանից ենք սովորում։ Իրոք ամեն անգամ լսարան մտնելիս մի հետաքրքիր գույն, մի հետաքրքիր իրադարձություն երեխեքից վերցնում ենք ու ինչու՞ չէ նաև բեմում երբեմն օգտագործում։ Տաթև, հիմա ես քեզ հետ զրուցում եմ ու տեսնում եմ, թե որքան էներգիայով լի անձնավորություն ես դու եւ որքան շատ լիցքեր ես հաղորդում եւ ելնելով քո էներգետիկ լիցքերից, իմ կարծիքով դու շատ համեղ եւ բարդ ուտեստներ ես պատրաստում։ Չգիտեմ, սա երևի սուբյեկտիվ ենթադրություն է։ Այդպես է թե ոչ, կամ ժամանակ մնում է արդյոք քեզ խոհանոցին, թե ոչ։ Ուրեմն այս հարցին ես հումորով փորձեմ մոտենալ կամ Չնայած չէ, ճշմարտությունն էլ որքան դաժան է, բայց ճշմարտություն է։ Ես խոհանոցում առհասարակ չեմ լինում, ոչ միայն որ ժամանակս չի ներում, իհարկե դա էլ նշանակություն ունի, նաև եթե նույնիսկ ժամանակս էլ ներել, ես ոչինչ անել չգիտեմ խոհանոցում։ Խոհանոցը սիրում եմ միայն ուտելու տեսքով, այսինքն ինչպես նշեցիք բարդ ուտեստները սիրում եմ, բայց միայն համտեսել, ինքս պատրաստել չեմ կարող։ Մի քիչ երևի մայրիկս էլ այդտեղ իր մեղավորությունը ունի, որովհետև երբ որ գալիս եմ տուն, արդեն ամեն ինչ պատրաստ, համեղ, սեղանին դրված, ինձ էլ անելու ոչինչ չի մնում։ Դրա համար էլ մինչև հիմա ոչինչ չեմ սովորել պատրաստել։ Ես քեզ ասեմ, դու շատ երանելի վիճակում ես եւ շատ հաճելի է, երբ գալիս ես տուն եւ ամեն ինչ պատրաստ է։ Տաթև, դու վստահում ես քո ինտուիցիային։ Այո, բայց պետք է նշեմ, որ իմ ինտուիցիան այդքան էլ զարգացած չի։ Օրինակ մարդիկ կան, որ ասում են, իմ ինտուիցիայով եմ առաջնորդվում շատ լուրջ հարցերում նույնիսկ, չէ, ես ավելի ռեալ, ավելի իրատեսական հայացքներով եմ, համոզված պիտի լինեմ, որ առաջնորդվեմ եւ գնամ այդ ինչ քայլին ընդառաջ։ Ինչ ես կարծում, վարդագույն ակնոցը խանգարում է մարդուն, նկատի ունեմ չափազանց լավատեսությունը։ Չափազանց լավատեսությունը միայն օգնում է։ Միայն օգնում է, իմ դեպքում էլ դա այդպես է, ես իսկապես չափազանց լավատես եմ, բայց իրատեսության մեջ, նույնիսկ եթե ինչ-որ տխուր կամ ոչ հաճելի իրադարձություններ են իմ կյանքում կատարվում, որից խուսափել անհնար է, ես արագ գտնում եմ դրան լավատեսորեն նայելու ձևը, որպեսզի կարողանամ ապրել ավելի հեշտ եւ ավելի հանգիստ կյանքով։
Իսկ լավատեսությունը ինձ հետ է միշտ, իմ կողքին է ու կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ պիտի լավատեսությունը իր հետ պահի ամեն օր, որպեսզի լավ բաներ ծնվեն։ Երբ որ հոգիդ ինչ-որ մաղձ ունի, երբ որ հոգիդ վատատես է եւ մտածում է վատ կլինի, ինչի էսպես եղավ, ախր ինչով եմ ես զբաղված, գուցե սա վատ է, անպայման ծնում է վատ պտուղներ։ Սովորաբար արվեստի ոլորտի մարդիկ կողակից են ընտրում հենց իրենց ոլորտից, ելնելով հայացքների նմանությունից։ Քո պարագայում ինչպես ես մոտենում այս հարցին։ Արվեստագետ լինելը պարտադիր պայման է քեզ համար։ Իմ պարագայում, ճիշտն ասած, արվեստագետ չլինելն է պարտադիր պայման։ Իհարկե, երբեք չես կարող ասել երբեք, բայց ամեն դեպքում, եթե ինձ հարցնեն, եթե ճակատագիրն ինձ հարցնի, ապա ես չէի ուզենա։ Ոչ թե որ իրենք վատն են կամ վատ բաներ չեմ ուզում ասել, իհարկե, պարզապես դժվար է, երբ երկու արվեստագետ մի տան մեջ են լինում, կարծում եմ, եւ ինքս շատ մեծ էմոցիաների մեջ եմ ապրում միշտ։ Եվ պատկերացնում եմ, եթե կողակիցս էլ այդպիսին լինի, ապա չգիտեմ որքանով դա ճիշտ կստացվի, դրա համար ավելի կգերադասեմ, որ արվեստի ասպարեզից չլինի իմ կողակից։ Տաթև շնորհակալ եմ չափազանց անկեղծ զրույցի համար, քեզ մաղթում եմ բազում հաջողություններ, անձնական մեծ երջանկություն եւ իհարկե շրջագայություններ։ Շնորհակալություն, շատ հաճելի էր ձեզ մոտ, ինչպես միշտ։ Շնորհակալ եմ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մաղթում եմ հաճելի աշխատանքային շաբաթ։ Կհանդիպենք։